կենտրոնական աղոթքով։ Օրհնյալ Քրիստոս ամեն, այն է, որ Քրիստոս սուրբ իրենցի աղոթքով, եկեղեցիական քրիստոս, եկեղեցիական որպես կազմած մեր անապատով, դուր մեծած, և թող մեզ սարքիս, որպես երկներ թող վերապատանած, և մի տանից այլ կրկյաց մեծիչար, զիգորակայություն և ժողություն և ամենյանից ամեն։ Քրիստոս հայրանի մերելոց, Քրիստոս հայրանի մերելոց, Քրիստոս հայրանի մերելոց, իր մահով մահը հաղթեց և մեզ կյանք պարգևեց։ Սիրելի զավակներ մեր ազգի ժողովուրդներ, սիրելի և նվիրյալ զավակներ մեր ազգի և հայրերի, եկել ենք հավաքվել այս պահին Ծիծեռնակաբերդի բարձունքում, եկել ենք ջահերով և լույսով, բերել ենք մեր հոգիների ու մտքերի լույսը իտես աշխարհի և մարդկության մեկ անգամ ևս բարձրաձայնելու արդարության ձայնը։ 110 տարի անցել 20 տարի մեծագույն ոճրագործությունից, ընդամենը 100-ամյակ, որը մարդկային կյանքի համար շատ երկար տևողություն չէ։ Եվ մենք այս բոլոր տարիներին աշխարհից պահանջ ենք ունեցել ճանաչելու հայոց ցեղասպանությունը ոչ թե հարատելու համար մեր ցավը և մեր կորուստը միայն, այլ դատապարտելու ցեղասպանությունը, որ այլևս ուրիշների կողմից նման ոճրագործություն չկրկնվի։ Պատկերացրեք, եթե դարասկզբին մեղավորը պատժվեր, ապա երևի թե կարելի էր ձեռք մնալ հետագայի բոլոր ոճրագործություններից, ինչպես Հոլոքոստը, ինչպես Ռուանդան և Սուդանը, ինչու ոչ այսօր Գազան և 100 տարի հետո նորից էլի հայերի գլխին փոքր եղելը մենք մշտապես պահանջատերն ենք եղել և լինելու արդարության հաղթանակի։ Արդարություն, որը միայն հայից ու Հայաստանի համար չէ, այլ մարդկության լուսավոր ուղին միայն կարող է արդար ճանապարհով առաջ ընթանալ։ Սիրելի հարազատներ, այսօր այս մեծ խումբը հայրենասերների և իրենց ազգի պաշտպաններին ջահերով եկել է այստեղ ոչ միայն պահանջելու, այլև մեր աղոթքը բարձրացնելու այլևս ճիշտ 10 տարի առաջ
սրբադասված մեր նահատակ սրբերին։ Խնդրելու նրանց բարեփոխությունը, որպեսզի մեր հայրենիքին տաղզորություն, մեր ժողովրդին ուժ կարողություն և մեզ ևս այնքան նվիրում, որ մենք կարողանանք հասնելու մեր նպատակներին իշա համամարտկային բարոյությանը։ Վերջին շրջանին հաճախ է լսում աջից, ձախից, ներսից, դրսից, որպեսզի մենք հայ ժողովուրդս վերանայենք մեր պատմությունը, չասելու համար թե մի կողմ դնենք մեր պատմությունը, վերանայելու մեր պահանջատիրությունը։ Սակայն մենք չենք կարող մեր հիշողությունը նվիրաբերել մամոնային, չենք կարող մեր պատմությունը դնել հաճոյանալու ընձայարանին, մենք չենք կարող մեր նախնյաց իշատակը չպահել ու հավաչել։ Շատ անգամ մենք լսում ենք պետք ունի ցեղասպանության համար ինչ-որ գիտական պրտուկումներ, ինչ-որ մասնագիտական որոնումներ, այդ ամենը պետք չունի, որովհետև իրողություն է այն, ինչը որ կոչվում է ցեղասպանություն։ Այդպիսով, եթե մենք գնանք նույն ճանապարհով, ինչ պատասխան պիտի տանք այն բազմաթիվ տասնյակ ու հարյուրավոր երկրների, որոնք ճանաչել են ու դատապարտել են այդ ցեղասպանությունը։ Մենք ինչ պատասխան պիտի տանք Կոմս Բրայսին, Ֆրիդրիխ Նանսենին, Ֆրանց Վերդվելին, Մարիա Յակոբսոնին և հարյուրավոր նման մարդկանց, որոնք իրենց կյանքն են դրել ցեղասպանության ժամանակ հայերի և հայ երեխաների կյանքի համար։ Մենք ինչ պատասխան պիտի տանք մեր նախնյաց, ասելով, թե մենք կարող է կասկածի տակ դնել ձեր զոհ լինել։ Այս ժողովուրդը կարող է իր հիշողությունը կորցնել կամ աճառել։ Ուզում եմ իմ հավելումը կարդացի մի կարգախոսի զարկ և քալացությունից, մինչև զարկելը սիրելիներս։ Հարկավոր է ուժեղանալ, զորանալ, տոկալ դրա համար, որպեսզի հալածողին մեկ զարկով կարողանաս հաղթել։ Զարկելու համար ուժ է։ Կարգախոս լսեցի պայքար։ Այո, պայքար, սակայն պայքարի հաջողության գրավականը նորից ուժն է հզորությունը։ Իսկ դա մեր ազգային միասնությունն է։ Մենք միայն միասնական կարող ենք հզորանալ, հզոր լինել, մեծ լինել և հաղթել այն պայքարը, այն նպատակների համար, որոնք որ մենք տենչում ենք և որոնց համար մենք ապրում ենք։ Ուստի մեր միասնությունը անկախ մեր գաղափարական, քաղաքական, Հայաստանում ապրելու, թե Սփյուռքում ապրելությունն ու արդար կա։ Վրեժխնդրություն։ Այո, վրեժխնդրություն
վրեժմտություն, արյան ու մահվան վրեժմտություն։ Եթե մենք այսօր փոխարեն աճ, Ադամի փոխարեն Ադամ, կարծում եմ, թե Գանդին ճիշտ է ասել։ Այսօր մարդկությունը կամ ույրը, բայց այդ վրեժը թույլ չտալ թշնամուն իրականացնելու իր հայհայած նպատակները։ Եվ այդ է, որ մենք կարող ենք նրան իրապես մահացու զարկ տալ։ Իսկ նրանց նպատակները մենք լավ չունենք։ Հայաստան առանց հայի, Հայաստան առանց պատմության և Հարավային Կովկաս ընդհանրապես ոչ պատմական, ոչ իրական Հայաստան։ Ահավասիկ այս է մեր վրեժխնդրությունը, լինել ինքնիշխան հզոր երկիր, լինել ժողովուրդ արարող ու ստեղծող, լինել համամարտկային ընտանիքի հավասարազոր անդամ և մեր զորությամբ և լինելությամբ կարող ենք իսկապես մեր թշնամուն հաղթել։ Մենք դիմադրացվենք և մշտապես զորանանք, պատրաստ լինենք, որպեսզի այս վրեժխնդրությունը, որը կրկնում է թշնամուն թույլ տալու իր նպատակները։ Ուստի, սիրելիներս, այս օրերից, երբ ընդամենը մի քանի օր առաջ մենք մեր Տեր Հիսուսի հարության ավետիսը բերեցինք մեր ժողովրդին, և այդ ավետիսը դարեր հազարամյակ շարունակ մեզ տվել է կենսական ուժ, և մեզ տվել է ոչ թե պարզ մի հույս, այլ մեզ տվել է հաստատական այն գաղափարը, որ ով Հիսուսով ապրի, Հիսուսով էլ հարություն կառնի։ Եվ դրա ապացույցը ես ձեզ կարող եմ ասել հենց ճիշտ ցեղասպանությունը 1915 թվականին տեղի ունեցավ եւ հայ ժողովուրդը բարձրացավ Գողգոթա եւ խաչի վրա Հիսուսի հետ մահը ճաշակեց։ Ինչպես Հիսուս երրորդ օրը, այդպես էլ մեր ազգը։ Երրորդ 1918 թվականին իր առաջին անկախ հանրապետությունը ստեղծեց։ Սա իրողություն է, սա մեր պատմությունն է, սա մեր ուժն է։ Եվ ես հիմա այստեղ այլևս մեր նահատակ սրտերի համար դարձած կեցավայրում խնդրում եմ նրանց բարեխոսությունը և Տիրոջ սերն ու օգնականությունը մեզ բոլորիս, մեր ազգին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին և հատկապես մեր երիտասարդ սերունդին, որը մեր այսօրն է և վաղվա օրն է, անհատնում օրհնությունը Տիրոջ, ուժ, հայրենասիրություն, նվիրում, նախանձախնդրություն, որպեսզի մենք կարողանանք փայփայել և աղոթքով մեր ափերի մեջ պահել մեր Հայաստան աշխարհը, որպեսզի մենք կարողանանք ամեն չարից փրկել մեր հայրենիքն ու ժողովուրդը, և Տերը մեզ օգնական կլինի, և Տերը մեզ իր օրհնության տակ մշտապես կպահի։
որովհետև մենք այն ժողովուրդն ենք, որ աշխարհում առաջինը իր պետականությունը ունենալով քրիստոնեությունը դարձրեց իր երկրի կրոն։ Մենք այն ժողովուրդն ենք, որ տակավին 5-րդ դարում մեզ հռչակեցինք, որ քրիստոնեությունը մեր մաշկի միտքը։ Եվ դրա համար սիրելիներս, ով ապրում է Քրիստոսով, ով մեռնում է Քրիստոսի հետ, նա էլ հարություն է առնում Քրիստոսի պես։ Մեր պատմությունը, ինչպես ասացի, ապացույցն է եղել դրան, եւ պիտի լինի, եւ մեր արդար լուսաշող օրերը կգան, եւ կգան այն ժամանակ, որ մենք ինքներս կկերտենք ու կտեսնենք։ Թող Տիրոջ օրհնությունը լինի բոլորիդ եւ մեր սուրբ նահատակների բարեփոխությունը մշտապես լինի մեր Հայաստան աշխարհի, մեր Հայաստան հայրենիքի եւ ժողովրդի